Եթե Պուտինն ու Թրամփը եկան համաձայնության ի վերջո, Թրամփի շատ պետքն է Նիկոլ Փաշինյանը կվերարտադրվի, թե ոչ։ Չէ, իհարկե, Պուտինի շատ պետք է, որևէ մեկը լսում։ Առանձնապես պետք չի։ Նույնիսկ կանունը չի հիշում, չէ։ Այո, չի էլ հիշում, նրա ստեղ ավելի շատ այդ Ավելին, եթե նա Փաշինյանը կատարում է այդ եվրոչինովնիկների, այո, Թրամփը գուցե պատժի նրան։ Հիմա տեսեք, ընդհանրապես նման ռեժիմների համար, որոնք խաղադրույք են կատարել գլոբալ հակադրության մոդելի վրա եւ ճամբարափոխության վրա, Պուտին-Թրամփ հնարավոր համաձայնությունները կատաստրոֆիկ հետևանքներ են ունենալու։ Դրա համար վախենում են, որ այո, հանկարծ իմ ասածը սպառնում է թե Զելենսկու իշխանությանը, թե այստեղ Փաշինյանի իշխանությանը, որովհետեւ նրանք խաղադրույք են կատարել արևմտյան կենտրոնների վրա, հա, այդ գլոբալիստական եւ բնականաբար այս հակադրության շնորհիվ գլոբալ իրանք սնուցվում են, իրենք ինչ-որ արժեք են ներկայացնում իրենցից այդ գլոբալիստական կենտրոնների համար։ Սա միակ բանը պահանջարկվածությունը է, այս անշնորհ ֆունկցիան կատարելու մեջ է։ Սա ակնհայտ է։ Բայց մյուս կողմից իրենք լինելով իշխանության ղեկին 6-7 ինչ-որ տարիներ, Զելենսկին էլ մեր պատոհասն էլ ինչ-որ բաներ հաշվել սովորել են, իսկ ցավոք սրտի համաշխարհային իրադարձությունները, գործընթացները ցույց են տալիս, որ առաջիկա մի քանի ամսվա բան չի այդ գլոբալ հաշտությունները, օրինակ երևի հետևում եք, չէ, Եվրոպայում Ուկրաինայի շուրջ ինչ իրադարձություններ են տեղի ունենում, իրենք փաթեթ միտումնավոր եվրո բյուրոկրատիան կամ այդ եվրոպական պետությունների ղեկավարները Մերցտայմեր, Մակրոն բցում են այնպիսի կետեր, որոնք որևէ պարագայում Ռուսաստանի համար ընդունելի չեն լինելու եւ ակնհայտորեն մեզ նոր էսկալացիայի ալիք է սպասում միջև ձեր ասած փուլի գալը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, եթե ուշադիր եք եղել իր գործնական ողջ ընթացքում, օրվա ռեժիմով ապրող մարդ է։ Այսինքն նա փոքր խնդիր է դրել, այդ փոքր խնդիրը լուծելա, այսինքն նա իշխանությունը ամեն գնով որոշակի փուլում պահպանելու խնդիր է լուծում։ Նրա դարդուցավը առայժմ վերարտադրվելու խնդիրն է։ Ես ձեր եթերում հաստատ ես տաղավարում, գուցե ոչ ձեզ տված հարցազրույցում ասել եմ, հիմա էլ կրկնվեմ։ Եթե նույնիսկ մի շատ վատ երազում պատկերացնենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվելու է, վերարտադրվելու է ինքը քաղաքական դիակի կարգավիճակով, որտեղ վերարտադրվելու է շատ մեծ այլանդակությունների գնով երկրի ներսում։ Եվ վերարտադրվելու է երկրի ինքնիշխանության ու նոր զիջումների հաշվին, ոչ միայն Ադրբեջանին արվելիք, այլ նաև այդ կենտրոններին։ Երկիրի վերջո դարձնում է պրոքսի պատերազմի տարածք, այդ Եվրոպայից փող վերցնելը դա է նշանակում։ Շատ պարզ ասենք։ Հա, մեր դարդը չի Նիկոլ Փաշինյանի անձը։ Ամբողջ խնդիրը, որ մեր երկիրն է այդ վիճակին։ Այս ռեժիմը արդեն ինքը նման է մի հատ քաղաքական դիակի, որին հուղարկավորող չկա մեծ հաշվով, կամ հուղարկավորելու պատեհություն չկա, հա, հարմար ժամանակ չի հուղարկավորելու։ Եթե նույնիսկ այս իշխանությունը այլանդակություններով 2026-ին վերարտադրվի, ինքը ունենալու է մաքսիմում տարի-տարուկեսվա կյանք, որովհետև դրանից հետո նախ ձեր ասած գլոբալ համաձայնությունները կլինեն, բացի այդ ինքը իր պոտենցիալի հաշվին է վերարտադրվելու, այսինքն սպառված է ինքը որպես իշխանություն, սպառված է։ Այդ շատ լավ Նիկոլ Փաշինյանն էլ է հասկանում, կարծում եմ։ Ուղղակի մարդը, որի համար արտասվում է քրեական օրենսգիրքի իր բոլոր հոդվածներով, կենսական է իր համար համարում մի ամիս, մի տարի ավել իշխանության պահպանումը։ Հասկանում եք, ինքը գոյաբանական խնդիր է իր համար լուծում։ Հա, որտեղ գուցե ոչ մեկ արդեն նույնիսկ ապաստան չկա իրեն։ Շարունակուշակ բան էլ պիտի ասեմ, եթե մեր պետությունը պոտենցիալ ունի տարի-տարուկես գոյատևելու, դա էլ կա։ Որովհետև ճիշտ է, ես հիմա շատ հեշտությամբ ասեցի, եթե դիվայի եղանակով վերարտադրվի մաքսիմում տարի-տարուկեսվա բան ունի, պոտենցիալ ունի, ինքնապահպանվելու է իշխանությունը, բայց մենք չգիտենք ինչքան պոտենցիալ ունի մեր պետությունը այս ասպատակությանը դիմանալու։ Դա էլ է շատ լուրջ հարց, որովհետև ի վերջո ամենևին էլ մենք բան չենք էլի, չարագուշակ ինչ որ դևեր չենք, որ անդադ
ասում ենք, որ մենք վերածվում ենք ադրբեջանական ենթապետության, ու ստեղ մի հատ տեղին մի բան եմ ուզում հիշեցնել։ Կները գոնե մենք որևէ այլ երկրի քաղաքացի չենք եւ մենք Այո։ այսինքն մեր մտահոգությունները կախված են նաեւ մեր կենսական բաներից, որպեսզի պետություն ունենանք ու ապրենք։ Մանավանդ մեր հարևան երկրի ղեկավարը, թշնամի երկրի ղեկավարը Ալիևը շատ արագ որսացել այն փոփոխությունները, որ աշխարհում կատարվում են։ Նրա վերջին շատ զուսպ բրիֆինգը, ինչի եմ ասում զուսպ, որտեղ էս դեպքում, եթե նկատեցիք Հայաստանի կամ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի մասով վիրավորական որևէ բան չէր ասում։ Բայց նա շատ կարևոր ակցենտ էր դրել, նախ թրիփի մասին խոսեց։ Ասեց անունը ինչ ուզում եք դրեք։ Կոպիտ ասած ասում էր քեզ անունն է պետք։ Այդ նվիրում եմ քո նախընտրական բոնուս։ Հա, բայց մեկը մի Զանգեզուրի միջանցքա դա։ Բովանդակությունը այնա ինչ որ մենք ենք ասել ու Թրամփն էլ կնքել է այդ։ Էս էր ասում ըստ էության ու ճիշտ էր ասում ցավոք սրտի։ Մենք այդ մասին առանց իր հուշարարության տասնյակ անգամներ խոսել ենք։ Էական չի անում։ Ու վերջո գալու է օրը այդ օգոստոսի 8-ի խորհրդավոր պայմանավորվածությունների բոլոր փակագծերը բացվեն։ Այդ մենք բոլորս էլ կանխատեսում ենք մոտավորապես ինչ են պայմանավորվել, բայց Ալիևը շատ ավելի կարևոր բան էր ասում։ Ասում էր այլևս չկա միջազգային իրավունք եւ ուժը համագործակցությունը եւ դաշնակցային հարաբերություններն են որոշում ամեն ինչ։ Ես այստեղ շատ կարևոր մի դիտարկում եմ։ Բայց դա առաջին անգամ չի ասում։ Ալիևը Ալիևը Արցախը, երբ որ Փաշինյանը հանձնեց նրան, նա ասեց, այո, միջազգային իրավունքը ոչինչ է եւ ուժն է որոշում։ Բայց հիմա մի քիչ ավելի վտանգավոր վիճակ է ստեղծվել։ Տեսեք, այդ Վենեսուելայի նախադեպը դա չկարծեք սահմանափակվելու է միայն արևմտյան կիսագնդով ու սահմանափակվելու է միայն Միացյալ Նահանգներով։ Մորոյի դոկտրինը կամ Դոնրոյի դոկտրինը, որ հիմա վերափոխել է Թրամփը փառասիրությունից ելնելով, ինչ է ենթադրում։ Դա ըստ էության բազմաբևեռ աշխարհի դոկտրինը, երբ որ ազդեցությունների ոլորտներ կան։ Եվ մեկը մյուսի ոլորտ չի մտնում։ Նոր աշխարհը, ինչքան ես եմ կարողանում հասկանալ, երկբևեռ չի լինելու։ Ինչպես օրինակ Սառը պատերազմի տարիներին լինելու է բազմաբևեռ, որտեղ գերտերությունների կողքին, ասենք Միացյալ Նահանգներ, Չինաստան, Ռուսաստան կամ նրանցից մի փոքր ավելի ցածր աշճանակարգում լինելու են այսպես կոչված տարածաշրջանային լիդերները։ Օրինակ Հնդկաստան, Թուրքիա, չզարմանաք նույնիսկ Ադրբեջան ունի նման հավակնություններ, որտեղ սուբյեկտությունը շատ մեծ է, իսկ ինչի եք դուք կամ ինչ-որ մեկը կարծում, որ այն նախադեպը, որի հիմքը դրեց Թրամփը, օրինակ Մադուրոին առևանգելով տիկնոջ հետ միասին, նմանատիպ այսպես կոչված ոստիկանական գործողություններ իրենց հարևանների, թույլ հարևանների նկատմամբ իրականացնելու, այդ գայթակղությունը Թուրքիան կամ այլ երկրներ հետո չեն ունենալու։ Չէ՞ որ նախադեպը միջազգային հարաբերություններում իհարկե ոչ մեխանիկական, բայց տարբեր դրսևորումներով ու փոխակերպումներով կրկնվելու հատկություն ունի։ Դուք հետևենք, չէ՞ մենք ռուսական մամուլին հետևում ենք։ Ռուսները ինչքան էլ որ ասենք տխուր են մնացել են փաստից, որ Լատինական Ամերիկայում իրենց առանցքային դաշնակիցներից մեկի իշխանությունը անկում է ապրել, մյուս կողմից գաղափարական հիմքեր են ստեղծում արկա նախադեպից ուկրաինական պատերազմում օգտվելու համար։ Չինաստանում կան խոսակցություններ Թայվանի հետ կապված, այսինքն ոնց զենքի մատակարարումը Թայվանի Միացյալ Նահանգները ամենազոր չի, որ ինքը անի աշխարհաքաղաքական մյուս կենտրոնների զսպի։ Էլ միաբևեռ աշխարհ չունենք, որ մի ոստիկան, հա։ Մեր հարևաններն էլ հրեշտակ չեն։ Թուրքիան մենք բազմաթիվ անգամներ տեսել ենք, ինչպես է Բլիցկրիգի սկզբունքով ներխուժում Սիրիա, չէ, նույն Էրդողանը ինքը իր մասով էլ մտահոգություն ունի, չէ, որովհետև կարող է այն ինչ որ նույն Մադուրոյի մասին էին ասում, Մադուրոյի պատմությունը իրենք չեն կարող։ Հա, բայց ուզում եմ ասել, հա, մանավանդ որ մենք շատ անկայուն ռեգիոնում ենք ապրում եւ տեսնում ենք Իրանում ինչա կատարվում հիմա, ցավոք սրտի հայաշատ Հալեպի շուրջ տեսնում ենք ինչա կարող։ Այսինքն դրա համար եմ ասում, մենք որ խոսում ենք Նիկոլ Փաշինյանի հնարավոր
կամ միջնաժամկետ տապալման մասին իշխանության, պետք է նկատի ունենանք, որ նրա իշխանության ամեն օրը հայկական պետականության արմատը քերելու հաշվին է։ Եվ այդ ամենևին չի նշանակում, որ եթե նրա իշխանության մայրամուտը արդեն տեսանելի է, մենք դրանից պիտի առիթավորվենք կամ հանգստանանք, որտեվ ի վերջո մեր խնդիրը պիտի այն լինի, որ երկիրը այդ իշխանության փլուզման փլատակներից հեռու պահենք։